Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց, սկսում ենք նոր օր և նոր մենու, դե ինչ տեղավորվեք հարմարավետ և տեսեք, թե այսօր ինչ եմ պատրաստել, միգուցե այսօր էլ կկարողանամ լինել օգտակար, և իհարկե սկսում ենք նախաճաշից, նախաճաշի համար նախապես հաց եմ դրել տոստերի մեջ, կողքից դրված է և հիմա կտրատում եմ լոլիկը և ավոկադոն, հիմա արագ կկտրատեմ մանր կտորների և խառնելու եմ իրար, վրան ավելացնում եմ մի քիչ աղ, սև պղպեղ և կիտրոնի հյութ, ահա սիրելիներս, ավոկադոն և լոլիկը կտրատեցի, խառնեցի իրար, ավելացրեցի բոլոր համեմունքները, լիմոնի հյութը, մի քանի կաթիլ, շատ էլ պետք չի, համեղ համ է տալիս և ավոկադոն չի սևանում, վրան ավելացնում եմ զեյթունի անարատ ձեթ, հացի վրա նույնպես մի փոքր ձեթ եմ ավելացնում, իդեպ շատ ենք սիրում հացը տոստ արած, վրան զեյթունի ձեթ և մի փոքր աղ, շատ համեղ է, դա սովորել ենք այստեղ իսպանացիներից, նախաճաշում են իրանք այդպես, շատ համեղ է ստացվում, եթե դեռ չեք փորձել, դուք էլ փորձեք, շատ համեղ է և առողջարար, ահա հիմա այս խառնուրդը տեղավորում եմ հացի վրա և թավան արդեն տաքացրել եմ, պատրաստելու եմ գլազոկներ, ահա սիրելիներս պատրաստեցի այսպիսի համեղ նախաճաշ և կվայելենք թեյով, դե ինչ, եթե պատրաստվում եք դուք էլ նախաճաշել, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին, դե ինչ սիրելիներս, իսկ հիմա էլ պատրաստվում եմ ճաշին, ձեռքիս տակ ունեի հավի մեկ կրծքամիս, թե ինչ պատրաստեցի այդ մեկ կրծքամսով, տեղավորվեք հարմարավետ և տեսեք, թե ինչ եմ պատրաստել, դե ինչ, գնացինք առաջ, ինչպես տեսնում եք, կտրատում եմ կրծքամիսը, մանր փոքր խորանարդիկների և թավան կողքից դրված է գազօջախին, նախապես տաքացրել եմ յուղը, տաք մարմանդ կրակով միացրել եմ, հիմա մանր կկտրատեմ կրծքամիսը և կտապակեմ, շատ պետք չի կարմրացնել, այնքան որ մի թեթև կարմրի և շոգեխաշվի, կրծքամիսը մի քիչ տապակվեց և հիմա ավելացնում եմ բանջարեղեն, ես ձեռքիս տակ ունեմ այսպիսի սառեցրած բանջարեղեն, այստեղ պետք է օգտագործել բրոկոլի և ծաղկակաղամբ, բայց իմ այս բանջարեղենի մեջ նաև կար գազար, ճիշտն ասած չջոկեցի միջից հանեի, հենց այդպես էլ ավելացրել եմ, տանը միշտ ունեմ սառեցրած այսպիսի բանջարեղեն, երբ որ պահի տակ պետք է լինում, օգտագործում եմ, եթե թարմը ունեք, շատ ավելի լավ, օգտագործեք թարմը, ահա սիրելիներս, կրծքամիսը համարյա թե շոգեխաշվել է, հիմա վրան կավելացնեմ բանջարեղենը, նույնպես միասին կտապակվի, կշոգեխաշվի, իսկ մակարոնը, պաստան, ինչպես տեսնում եք կողքից, արդեն եփել եմ, պատրաստ է, ահա այս ամենը խառնեցի իրար, թողնեմ մի քիչ էլ տապակվի,
Թողնենք իր համար տապակվի։ Ավելացնում եմ մի քիչ աղ և մի փոքր սև պղպեղ։ Եվ հիմա էլ ավելացրեցի սերուցքը։ Ահա պաստան պատրաստ է, սոուսը պատրաստ է և այս ամենը հիմա կմիացնեմ իրար, վրան ավելացնում եմ պանիր, ես ունեմ մոցարելա տեսակի պանիրը, այնքան որ լինի հալվող պանիր, կարևոր չի ինչ տեսակ է, և ուղարկում եմ դեպի ջեռոց։ Ահա սիրելիներս, տեսեք, թե ինչ ախորժելի տեսք ունի, իսկ համը անմահական, շատ համեղ էր ստացվել։ Դե ինձ սիրելիներս, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին։ Դե ինձ սիրելիներս, նորից հանդիպեցինք և հիմա էլ պատրաստվում եմ ընթրիքին։ Քանի որ քարաջիկը ավելի ուշ և խող է, դրա համար առանձնացնում եմ, հիմա մի հատ փոքրիկ կաթսայի մեջ եմ լցնում, կլվանամ ու կդնեմ առանձին եփվելու։ Հիմա էլ մաքրում եմ կարտոֆիլը, ճիշտն ասած որոշել էի տապակել, բայց փոշմանեցի, կպատրաստեմ կարտոֆիլով պյուրե։ Թոքն ու սիրտը դրել եմ, որպեսզի շոգեխաշվի, այդ ընթացքում մի կողմի վրա եփվում է քարաջիկը, մյուս կողմի վրա կարտոֆիլը, որպեսզի պյուրե պատրաստեմ, սոխը արդեն կտրատեցի, կիսալուսնաձև և հիմա էլ մանր կտրատում եմ սխտորը։
Ահա սիրելիներս, միսը և սոխը լավ տապակվեցին միասին, հիմա ավելացնում եմ համեմունքները։ Լցրեցի մի քիչ տոմատի մածուկ, սխտորը, որը նախապես կտրատել էի, ավելացնում եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ, մի քիչ աղ և մի փոքր խառը համեմունք ունեմ, շատ համեղ խամ է տալիս, մի քիչ էլ դրանից ավելացրեցի և վերջում էլ կանանչի։ Եվ իհարկե մատուցելու եմ կարտոֆիլի պյուրեյով։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ պատրաստել էի այսպիսի ճաշատեսակներ։ Հուսով եմ, այսօր էլ կարողացա լինել օգտակար։ Միգուցե կհավանեք, դուք էլ կպատրաստեք։ Շատ չեք մտահոգվի, ինչ եփել այսօր։ Դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս և ասում եմ, կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։